Հիմա ես եթեր եմ մտել, որպեսզի Իջևան խոշորացված համայնքի Սարիգյուղ գիրանց հատվածի օրինակով ցույց տամ իրական Հայաստանի գաղափարախոսության գործնական կիրառումը։ Իհարկե նախ հիմա մենք մոտենում ենք, ահա մտնում ենք Սարիգյուղ, Իջևան խոշորացված համայնքի նախ ճանապարհ այս վիճակին ա վերվել հեղափոխությունից հետո բնականաբար։ Եվ հիմա աչից տեսեք, չգիտեմ, երևում ա հույս ունեմ, կանաչ տանիքով տները 16 միլիոնի ծրագրով իրականացվող, կառուցվող տներն են։ Եվ այս հենց արանքներում եւ ոչ միայն կանաչ, այս տները 16 միլիոնի նոր տները, որ տեսնում եք, ահա, այդ տեսեք, գործնականում ամբողջական թաղամասեր 16 միլիոնի ծրագրերով, ու ճանապարհային նշաններն եք տեսնում, մեկ սրտնեղում եմ, ասում եմ, շատ եք ճանապարհային նշաններ դնում, շատ ենք դնում, բայց ճանապարհը այս վիճակի ա բերվել հեղափոխությունից հետո, եւ 16 միլիոնով Սարիգյուղում կոնկրետ թաղամասեր են։ Ի հայտ եկե մի թաղամասը տեսակ, եսա երկրորդ թաղամասն է կտեսնեք։ Իհարկե բերքաբերում էլ կամ մյուս գյուղերում էլ ուղղակի ճանապարհից Սարիգյուղին հատկապես լավ երևում։ Հիմա տեսեք ձախի վրա, հեսա տեսեք ինչ տեսարան ա լինելու։ Այս բոլոր տները 16 միլիոնի ծրագրով իրականացվող տներն են եւ գործնականում արդեն sense վիզուալ երկու նոր թաղամաս է հայտ եկել Սարիգյուղում ու Բերքաբերի ճանապարհը, որ էլի հեղափոխությունից հետո վերականգնել ենք, տասնյակ տարիներով կիսաքանդ ա եղել այդ ճանապարհը։ Եվ հիմա մենք գնում ենք դեպի Կիրանց, դեպի այն սահմանազատված հատված, որի շուրջ 2024 թվի աղմուկները եւ ողբը հիշում եք։ Միջարոց այս խելացի անասնագոմա էլի կառավարության ծրագրով ա կառուցվել։ Հույս ունեմ գործերը լավ են իրանց մոտ ամեն ինչ։ Այս հատվածները 18 թվին է իրագործվել եւ ճանապարհը շատ նորմալ վիճակում է։ Հիմա դիմացը Ծաղկավան գյուղն է, բայց Ծաղկավանում տեսնենք երևում են 16 միլիոնի տներից այս հատվածում կա թե չկա, ոնց որ թե վիզուալ միջից հետաքրքիր է, չէ՞, տներ են կառուցում, բայց ես վիզուալ 16 միլիոնի տները ճանաչում եմ, որովհետև իրենք հատուկ հաստատված նախագծով են արվում եւ այդ իմաստով հենց էմոցիոնալ կապ այդ տների հետ առանձնահատուկ է, նաեւ էմոցիոնալ կապով եմ ճանաչում։ Այնտեղ արդեն Բերքաբերի ջրամբարն է, այնտեղ արդեն սահմանն է, մյուս կողմում Ադրբեջանն է, արդեն գետից այն կողմ։ Բերքաբերը 16 միլիոնով ամենաակտիվ գյուղերից է, բայց ճանապարհից հեռու այսօր ծրագրում չենք ներառել, չնայած Բերքաբերում շատ բան կա նայելու։ Հիմա այս արդեն մուտք են գործում սահմանազատված հատվածներ։ Եվ ես ուզում եմ ձեզ ասել, սիրելի հայրենակիցներ, եթե մենք 2024 թվականին քաղաքական կամք չցուցաբերեինք եւ ի հեճուկս հասկանալի անհանգստությունների եւ խմորումների եւ անկայունության հստակ մեր գծած ռազմավարությամբ չգնայինք, այսօր ինչ կլիներ այստեղ, իհարկե բոլորովին ուրիշ հարց է, ես չեմ էլ ուզում դրա մասին խոսեմ, ես ուզում եմ խոսել նրա մասին, թե ինչ կա այստեղ կա խաղաղություն, այստեղ կա անվտանգություն, այստեղ կան զարգացող բնակավայրեր, գյուղեր, որոնք նախկին ողջ
հաղթական շրջանում եղել են հուսահատության եզրին, նորմալ այս գյուղերում անկախության շրջանում տուն չի կառուցել նորմալ։ Հիմա տասնյակ հարյուրավոր տներ են կառուցվում։ Նախկինում այս ճանապարհի այս հատվածով անցնելիս բոլորը լարվում էին, որովհետև ուղիղ նշանառության ներքո էին գտնվում։ Հիմա այս ճանապարհով երթևեկելիս ով ունի մտահոգություն, ով ունի անվտանգության մտահոգություն։ Դուք գիտեք տենց մի մարդ, որ հրաժարվում է այս ճանապարհով երթևեկել իր ընտանիքի հետ, մտածելով, որ անվտանգության խնդիր կա այստեղ։ Բացառում եմ, չի կարող լինի, չի կարող այդպիսի բան լինել։ Ահա արդեն մտնում ենք Կիրանց։ Մոտենում ենք Կիրանցին։ Եվ մեր սահման սրտիկ են ցույց տալիս մարդիկ։ Եվ ահա մեր սահմանազատված հատվածը։ Եվ ահա հեռվում դուք տեսնում եք Հայաստանի եւ Ադրբեջանի դրոշները, եւ այս տեսարանը մեր ընդդիմադիրները փորձում են մեզ ներկայացնել որպես սարսափազդու տեսարան, ես այդպես չեմ ընկալում, որտեվ նորմալ է, որ սահմանակից երկրներն պետքա դեմ դիմաց դրոշներ լինեն, այս էլ նոր ճանապարհն է Կիրանցի, որը մենք ռեկորդային կարճ ժամանակում կառուցեցինք, այս էլ այսպես պատի նման մի բան, եւ ես շինարարներին միջնորդեցի, որ հանրապետության նախագահ պետական պարգևի արժանացնի, եւ նրանք արժանացան պետական պարգևի կարճ ժամանակաշրջանում այս խնդիրը կատարելու համար։ Սա մի հոյակապ ճանապարհ է, մի հոյակապ իրականություն է, իրական Հայաստանն է։ Ահա Կիրանցի եկեղեցին նորոգված, պատրաստ եւ սպասում է ուցման, եթե չեմ սխալվում, մայիսի 2-ին է նախատեսված։ Սա Կիրանցի հայտնի պատն է, որը մեր անկախության եւ պետության կարևոր սիմվոլներից է, այն է սահմանը։ Ով ունի հիմա մտավախություն, որ 2 մետր են կողմ դպրոցը մոռացա ցույց տամ։ Ով ունի հիմա մտավախություն։ Որևէ մեկը չունի մտավախություն, որովհետև կա խաղաղություն, կա սահման, որովհետև պետական սահմանը խաղաղության եւ անվտանգության սիմվոլ է։ Հիմա մենք Կիրանցում էլ կտեսնենք 16 միլիոնի ծրագրով իրականացվող տները։ Էլի թե ինչպես են ամբողջական թաղամասեր են ի հայտ գալիս Կիրանցում, որ ողբում էին, որ Կիրանցը էսա ոչնչանալու է, հեսա խնդրեմ 16 միլիոնի տուն։ Բուրըն շինարարությունը ընթանում Կիրանցում, հենա դիմացը 16 միլիոնի տուն։ Տեսեք, տաքացման համակարգեր են, մարդիկ համատարած տեղադրում։ Հեսա ներքևում 16 միլիոնով տուն։ Տեսեք, այ ամբողջական թաղամասը Կիրանցում, այդ դիմացը ամբողջը 16 միլիոնի տներ են, տասնյակ տներ են կառուցվում այսօր Կիրանցում, եթե չեմ սխալվում 50 տուն է այսօր Կիրանցում 16 միլիոնի ծրագրով կառուցվում։ Երևի շատ լավ չի երևնում, բայց էլ չեմ ասում աճարկուտի նոր ճանապարհն է, որը նոր վիճակում է։ Եվ այստեղ էլ մոտակայքում նաև Կիրանցի ամրացված շրջանն է կառուցվել եւ շահագործման հանձնվել։ Ահա, ձախի վրայի վերջին տունը մերն է։ Տան հեղինակներն էլ են միացել եթերին մեկնաբանում են, շնորհակալ ենք։
Սա իրական Հայաստանն է, իրական Հայաստանը, խաղաղ, անվտանգ, զարգացող։ Եվ այստեղ ես հիմա կընդհատեմ եթերը, իմիջիայլոց այս ճանապարհն էլ 18 թվից հետո է կարգի բերվել, վերականգնվել, վերանորոգվել։ Հիմա մենք գնում ենք դեպի Ոսկեպար եւ ես Ոսկեպարի մոտակայքից էլի եթեր կմտնեմ, որովհետեւ այնտեղ էլ բան կա ցույց տալու եւ բան կա ասելու։ Հույս ունեմ տեսակ, հույս ունեմ երևաց։ Առայժմ